Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 30-րդ գլուխ Զադիգի պատրաստություն։ Եզեկիա ամբողջ Իսրայելի եւ Հուդայի մարդ ղրգեց, Եփրեմի ու Մանասեի ալ նամակներ գրեց, որպես Երուսաղեմ դիրոջ դունը կան եւ դիրոջ Իսրայելի աստուծույն Զադիգը կատարեն։ Թագավորը անոր իշխանավորներն ու ամբողջ համախմբումը Երուսաղեմի մեջ խորհրդակցեցան, որ Զադիգը երկրորդ ամսվա մեջ կատարեն։ Արտարև սահմանված ադենին չէին գրնար զայն կատարել, քանի բավական քահանաներ սրբացած չէին ու ժողովուրդը Երուսաղեմ հավաքված չէր։ Այս գերբը թագավորին եւ ամբողջ համախմբումին հաջելի եղավ։ Ուստի որոշեցին ամբողջ Իսրայելի մեջ ցանուցանել Փերսապեեն մինչև Թան, որբեսի քան ու Երուսաղեմի մեջ դիրոջ Իսրայելի աստուծույն Զադիգը կատարեն։ Արտարև շատ ադենեի վերզայն կատարած չէին քրվածին համացայն։ Սուրհանդակները թագավորին եւ իշխանավորներուն նամակներով ամբողջ Իսրայել ու Հուդա կացին եւ թագավորին բադվերին համացայնսին։ Ով Իսրայելի որդիներ, դիրոջ վերադարձեք Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի աստուծույն եւ անալ պիտի վերադառնա ծեր մնացորդին, որ Ասորեստանի թագավորներուն ցերկեն ազատած է։ Ձեր հայրերուն ու ձեր եղբայրներուն պես մի ելակ, որոնք դիրոջ իրենց հայրերուն աստուծույն հանդեպ ուխտազանց եղան։ Անալ զանոնք ավերի մատնեց, ինչպես կտեսնեք։ Ուրեմն ձեր հայրերուն պես ձեր բարանոցը մի խստացնեք։ Հնազանդեցեք դիրոջ ու եկեք անոր սրբարանը, որ Հավիդյան սրբացուցած է, եւ բաշտեցեք դերը ձեր Աստվածը, որբեսի անոր փարգության փորփոքումը ցեզմե հերանա։ Արտարև եթե դուք դիրոջ վերադառնաք, ձեր եղբայրներն ու ձեր որդիները իրենց քերեվարներուն արչև կտություն պիտի գտնեն եւ այս երգիրը պիտի վերադառնան։ Արտարև դերը ձեր Աստվածը ողորմած ու կտած է եւ եթե անոր վերադառնաք, ցեզմե երես պիտի չդարձնե։ Սուրհանդակները քաղաքի քաղաք շրջակայեցան Եփրեմի ու Մանասեի երգիրը մինչև Զափուղոն, բայց անոնց վրա գծիծաղեին եւ զանոնք գծաղրեին։ Սակայն Ասերեն, Մանասեեն եւ Զափուղոնեն ոմանք խոնարեցան ու Երուսաղեմ եկան։ Աստուծո ցերկը Հուդայի վրայալ էր, որբեսի անոնց մեկ սիրտը թագավորին եւ իշխանավորներուն բադվերը գդարելու դիրոջ խոսքին համաձայն։ Զադիգը գդոնվի։ Երուսաղեմի մեջ շատ ժողովուրդ հավաքվեցավ երկրորդ ամսվա մեջ փաղարչագերքի դոնը գդարելու համար, հուժ մեծ համախմբումը։ Անոնք կանգնեցան ու Երուսաղեմի մեջ եղող զոհասեղաններ հանեցին։ Բոլոր խունգի զոհասեղանները անեցին եւ Գետրոնի ծորը նետեցին։ Երկրորդ ամսվան 14-րդ օրը Զադիգը մորթեցին։ Քահանաներն ու ղևդացները խմբնելով սրբացան եւ դիրոջ դունը ողջագեզներ բերին։ Իրենց դեղը գայնեցան իրենց կանոնին համաձայն, Աստուծո մարդուն Մովսեսի օրենքին համաձայն։ Քահանաները ղևդացներուն ցերկեն արյունը կստանային ու կսրսկեին։ Քանի համախմբումին մեջ շատեր սրբացած չէին, ղևդացները կմորթեին Զադիգի քարը բոլոր մաքուր չեղողներուն համար, որբեսի զայն դիրոջ սրբացնեն։ Արտարև ժողովուրդեն շատերը, այսինքն Եփրեմեն, Մանասեեն, Իսաքարեն ու Զափուղոնեն եկողներեն շատերը մաքրված չէին։ Թեպետ Զադիգը գերան քրվածին համաձայն չէր, իսկ Եզեկիա անոնց համար աղոթեց ասելով. «Փարի դերը թող կավություն ունե այն բոլոր մարդոց, որոնք իրենց սիրտը դրամատրեցին փնտրելու Աստված Եհովան, իրենց հայրերուն Աստվածը, թեև սրբարանի մաքրության համաձայն մաքրված չէին»։ Դերը Եզեկիայի աղոթքը լսեց եւ ժողովրդին ներեց։ Երուսաղեմ գտնվող Իսրայելի որդիները մեծ ուրախությամբ 7 օր փաղարչագերքի դոնը կատարեցին։ Ղևդացներն ու քահանաները ամեն օր դերը կքովապանեին հնչեղ նվագարաններով դիրոջ երգելով։ Եզեկիա քաղցրությամբ խոսեցավ դիրոջ բարի գիտությամբ իմաստուն եղող բոլոր ղևդացներուն։ Հանդիսավոր դոնին 7 օրը գերան խաղաղության զոհեր մատուցանելով եւ դերը իրենց հայրերուն Աստվածը ներփողելով։ Երկրորդ դոնախմբությունը։ Ամբողջ համախմբումը խորհրդակցեցավ, որ ուրիշ 7 օր ալ դոն կատարեն։ Ուստի 7 օր ալ մեծ ուրախությամբ դոն կատարեցին։ Արտարև Հուդայի Եզեկիա թագավորը համախմբումին 1000 զվարակ ու 7000 ոչխար բարգեւեց։ Իշխանավորներն ալ համախմբումին 1000 զվարակ եւ 10000 ոչխար բարգեւեցին։ Բազմաթիվ քահանաներ ալ սրբացան։ Հուդայի ամբողջ համախմբումը քահանաներն ու ղևդացները ուրախացան, նաև Իսրայելեն եկողներուն ամբողջ համախմբումը եւ Իսրայելի երկրեն եկող
ու Հութայի մեջ բնագող քաղաքականները։ Այսպես Երուսաղեմի մեջ մեծ ուրախություն եղավ։ Արտարև Իսրայելի թագավորին Դավիթի որդիին Սողոմոնի օրերեն ի վեր Երուսաղեմի մեջ նույնպիսի ուրախություն եղած չէր։ Հետո Ղևդացի քահանաները գանկնեցան ու ժողովուրդը օրհնեցին։ Անոնց ցայնը լսվեցավ եւ անոնց աղոթքը Աստուծո սուրբ բնակարանը երկինք հասավ։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։